Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի թեման միջազգային ուշադրության կենտրոնում է։ Այդ մասին հատկապես կարևոր ազդակներ են հղել մի կողմից Վաշինգտոնը, մյուս կողմից Թեհրանը։ Բացի այդ, Հարավային Կովկասի խաղաղության թեման քննարկվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Եվ այսպես, մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը Երևանում հանդիպեց մի շարք առանցքային պաշտոնյաների հետ, այդ թվում հյուրընկալվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Չնայած Արաղչիի համար Երևան այցելությունը նոր չէր, սակայն իրանցի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ էր Իրանի գլխավոր դիվանագետի պաշտոնում ժամանում Երևան, եւ այն էլ իրանական Նոր տարվա Նովրուզից անմիջապես հետո, ինչը մեկ անգամ ևս վկայում է Երևան-Թեհրան կապերի բարձր մակարդակի մասին։ Աբբաս Արաղչին ի թիվս այլ հարցերի Հայաստանում խոսեց տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության մասին, հատկապես արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսին Արաղչին ընդգծեց, որ Թեհրանը աջակցելով Երևանի եւ Բաքվի միջև համաձայնեցրած խաղաղության համաձայնագրին ակնկալում է, որ այն կնքվի։ Նա համարում է, որ պայմանագրի կնքումով կնվազի հնարավոր լարվածության ռիսկը, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը։ Մինչդեռ Բաքուն նոր պահանջներ դնելով դեռևս նախընտրում է ձգձգել գործընթացը, չարձագանքելով պայմանագրի ստորագրման տեղի եւ ժամանակահատվածի վերաբերյալ Երևանի կոչերին։ Հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ մյուս կարևոր արձագանքը ստացվեց ամերիկյան կողմից, որը վերաբերում է վարչապետ Փաշինյանի եւ պետքարտուղար Ռուբիոյի հեռախոսազրույցին։ Ամերիկյան հաղորդագրությունում պարզ նշված է, որ Վաշինգտոնը խաղաղության պայմանագիրը, այն է դրա կնքումը, դիտում է որպես տարածաշրջանում մնայուն խաղաղության կարևոր բաղադրիչ, ինչպես նաեւ հայկական կողմի հետ վերահաստատել է, որ ցանկացած էսկալացիա Հարավային Կովկասում անընդունելի է։ Բացի այդ, ըստ ամերիկյան հաղորդագրության Մարկո Ռուբիոն Կովկասի խաղաղության հարցը քննարկել է նաև իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում, իր հերթին նախապատրաստելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը այդ երկիր։ Ռուբիոն հայցել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գործում։ Ակնհայտ է, որ մի կողմից Թեհրանը, մյուս կողմից Վաշինգտոնը կտրականապես դեմ են արտահայտվում մեր տարածաշրջանում ցանկացած էսկալացիայի, ինչը էականորեն կարող է կաշկանդել Բաքվին մոտ ապագայում նման ձևով Հայաստանի դեմ ճնշում բանեցնելու գործում։ Վերոնշյալ գործընթացները, հատկապես ամերիկյան կողմի հայտարարություններն ու թուրք-ամերիկյան վերջին հանդիպումը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ կարելի է ասել ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի մարգարեի անցակետը։ Այն բացվել է մարտի 20-ի Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու համար։ Հարցն այն է, որ մարգարեի ժամանակավոր բացումը Ադրբեջանում Թուրքիայի դեմ բողոք է հարուցել։ Տարբեր ադրբեջանական լրատվամիջոցներում պնդում է արվել, թե Անկարան Բաքվի մեջքի հետևից է գործել, չտեղեկացնելով այդ մասին ադրբեջանական կողմին։ Սա անգամ ստիպել է Թուրքիայի նախագահական աշխատակազմի հանրային կապերին հերքել ադրբեջանական մամուլի տեղեկություններն այն մասին, թե Անկարան տեղյակ չի պահել դրա մասին Բաքվին։ Թուրքական գործողությունների դեմ ադրբեջանական նախորդ քարոզչական արշավն էլ պայմանավորված էր Հայաստան-թուրք լրագրողների այցով։ Ադրբեջանում բողոքել էին, թե լրագրողներից որոշները իրենց խոսքում տարածել են հայկական տեսակետները, հայ-թուրքական սահմանի փակ լինելու մեջ մեղադրելով Բաքվին։ Հետևաբար, նման պայմաններում խիստ կարևոր է Թուրքիայի դիրքորոշումն ու հետագա քայլերը, պարզելու, թե արդյոք այդ քայլերով նա իրականում ազդակ է հղում Բաքվին արագացնելու խաղաղության պայմանագիրը։